Սահմանից անհանգստացնող լուրերը լսում, Մոսկվայում Սուրեն Երիցյանը մտքում կրկնում էր. «Սպասել չկա», ասաց ու հայրենիք վերադարձի տոմս գնեց։ Մի քիչ բիզնեսը, մի քիչ էլ աշխատանք է էլի։ Ինչքան կարելի է պիտի աճեցնենք։ Առաջնագից բերած խոշոր բիզնես ծրագիրը ուժեղ զենք է, իրավիճակը լարող հակառակորդի պատասխանը։ Չի կարող դա ավելի մեծ երություն, քան սահման իրականացած զինվորի աշխատանքը։ Ներդրումային նախագիծը առաջին օրից նախագահի հետ է քննարկել, ստացել նրա անմիջական աջակցությունը։ 1.5 տարում 20-ապատկել են ծավալը։ Բջջայինում Բերդի նորաստեղծ արտադրամասն է, այնտեղում Մովսեսում արդեն հաստոցներն են տեղադրում։ Թռիչք մարզի տնտեսության մեջ, սա է Խոստանում Made in Տավուշը, 1500-ին մոտ աշխատատեղ, սպասված նվեր Երրորդ հանրապետությանը։ Նախագահ Սարգսյանը գործարարի ձեռքը սեղմում է շնորհակալությամբ, ամրացնում բարձրագույն պարգևը։ Եթե կա վստահություն, պատասխանատվությունը մեծ է։ Այսօր ես պարոն նախագահին այդպես էլ ասեցի։ Մոտակա 5 տարում ոչ պակաս տարեկան 40% աճ։ Նախագահականից Տավուշ կուղևորվի, Չորաթանի ու Արծվաբերդի հաջողություններով տպավորված այգեպարի գյուղապետն է գործարարին զանգել, ուզում են ձեռնոց արտադրել։ Նախագահական սրահում երկրի առաջավոր դեմքերն են գիտության, կրթության, արվեստի, առողջապահության հայտնի անուններ աշխարհում, որոնց գործը Հայաստանի զարգացման ուղենիշն է։ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանը հետմահու պարգևատրվեց հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով, դահլիճը ոտքի կանգնեց։ Առաջին շարքում մի քանի օր առաջ ֆուտբոլի բարձրագույն տիտղոսը նվաճած Հենրիխ Մխիթարյանն է։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանը նախագահը նրան հանձնեց չդադարող ծափերի, բրավոների ներքո։ Ուղղակի շնորհակալություն հայտնեց ու ասաց ապրես բարի գործանալու համար։ Հատկապես հիմա փոփոխությունների այս փուլում երկրի դիմագիծը փոխելու համար պետք է բացահայտվեն ու մեծարվեն արժանավորները։ Դա է լավը վատից, ճիշտը ստից, բարին չարից զատելու եւ առանձնացնելու ուղին։ Փոփոխությունների հիմքում դրվում է արդարության սկզբունքը։ Սերժ Սարգսյանը հիշեցնում է անցած 99 տարիներին ստեղծված արժեքները, որոնք կերտեցին նվիրյալներն ու պրոֆեսիոնալները։ Դուք եք արժանիների հերթափոխը եւ մեր հասարակությունը երախտապարտ է ձեր ջանքերի եւ նվիրումի համար։ Այսօրվա արժանավորներից շատերին կրթել է ֆիզիկոսը, որի գյուտերը փոխել եւ փոխում են աշխարհը։ Նյութի ուսումնասիրության մեթոդը ալպիգրաման գերմանացիները կնքեցին ակադեմիկոսի անունով։ Եթե признаться в любви, օրը չկա, սուտ բան։ Եթե առանց բարերի։ Գիտական հեղափոխությունների մասին ակադեմիկոսը չի սիրում խոսել, սենյակում ուր նայում է հանճար են։ Ոչ մի ազգայնացի մարդ չունեցի հանճար։ 80-ամյա ակադեմիկոսը օրը սկսում է ինչպես տասնամյակներ առաջ, մեկ գավաթ սուրճով իր տնկած նռնենիների ստվերում։ Ալբիկ Ռաֆայելը ինստիտուտի համար պատասխանատու է եւ բոլորի համար։ Գնա։ Չասված խոսքը կհնչի նախագահականում։ Ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների ինստիտուտի հիմնադիրը դժվարությամբ մոտեցավ բեմին։ Բարձրագույն պարգևը նախագահը հանձնեց, ակադեմիկոսին անձամբ ուղեկցեց, դարձյալ ծափերով։ Արդեն սկսված համակարգային բարեփոխումների արդյունքները նախագահի խոսքով չպետք է երկար սպասեցնեն, ավելին պետք է շոշափելի լինեն ամեն մի քաղաքացու կյանքում։ Գալիք 2-3 տարիները բեկումնային են։ Ակնկալում եմ, որ դուք եւս ձեր ողջ ներուժը եւ ձեր ամբողջական գիտելիքները ներեք դնելու այդ շնորհակալ աշխատանքին։ Վստահ եմ, որ մեր քաղաքացու կյանքը օրեցօր բարելավելու է։ Վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ուժեղ եւ բարեկեցիկ երկիր։ Այդ նպատակին բոլորի ջանքերն են անհրաժեշտ։ Արդեն իր ներդրումն ունի Բունդեսթագի պատգամավորը։ Ցեղասպանության ճանաչման գործում Քրիստ Վերգների պայքարը Հայաստանը բարձր գնահատեց։ Սա անակնկալ էր ինձ համար, երախտապարտ եմ Բունդեսթագի կողմից ցեղասպանության ճանաչումը նման արձագանք գտավ այստեղ։ Գերմանացի քաղաքական գործիչը հավատում է, ժխտումը կարճ կյանք ունի, ստի վրա է, ճշմարտությունից աշխարհը երես չի թեքի։ Մայա Խաչատրյան, Հակոբ Թումանյան, 360 աստիճան։